Ծերությունը շատ անգամ բերում է յուր հետ այնպիսի քնքուշ ցանկություններ, որոնք երիտասարդ զգացմունքների համար տղայական են թվում, բայց կյանքի դառնագույն փորձերից անցնող և աշխարհի ունայնության իսկությունն ըմբռնող հոգիները հասկանում և հարգում են այն ցանկությունները։ Այդ էր պատճառը, որ երբ Աբբաս թագավորն իմացավ, թե յուր սիրելի սպարապետը ցանկանում է արքայաշեն եկեղեցու նավակատյաց տոնին երդման լուծումն առնել կաթողիկոսից, շտապեց օր առաջ ղրկել վեհափառին յուր հրավերը, որպեսզի դրանով հաճույք պատճառե հայրենիքի բարերարին։ Հազիվ սկսել էին կարծում նավակատյաց տոնի պատրաստությունները տեսնել, և ահա մի անակնկալ դեպք արքայի և սպարապետի մտադրությունը խանգարեց։ Տայոց իշխանը նրանց լուր տվավ, թե աբխազած բեր թագավորը ծանր զորքով մտել է յուր նահանգը և այնտեղից էլ առաջանում է գուգարք։ Միջանկյալ պետք է ասել, որ աբխազած թագավորը Աբբաս արքայի գահակալության օրերից արդեն հեռացած էր Հայաստանի սահմաններից, որովհետև երբ նա իմացավ, թե հայոց հյուսիսային և հարավային իշխանությունները միացել են և ընդհանուր ուժով Դվնո վրա են գալիս, ինքը չնայելով, որ այդ ժամանակ Սլիկ Ամրամի հետ ունեցած դաշնագրության զորությամբ գրված էր հայոց աշխարհը և դեռ սպառնում էր գուգարքին, այսուամենայնիվ վախենալով միացյալ զորության հետ ընդհարվելուց, յուր զորքերը հետզհետե հայոց աշխարհից հանեց։ Իսկ երբ Դվնո արման լուրը հասավ իրեն, նա դատարկեց այդ նահանգի նույնիսկ յուր սահմանների մոտ եղող բերդերը և զորքերն առնելով քաշվեց Աբխազիա։ Բայց որովհետև Հայաստանի խաղաղությունը ընդհանրապես խաղաղություն էր բերում նաև դրացի երկրներին, ուստի այդ հանգամանքը շատ անգամ ծառայում էր ի վնաս հայոց աշխարհին։ Եվ ահա թե ինչ պատճառով։ Հայաստանը, գտնվելով Միջին և Փոքր Ասիայի, այլև կովկասային երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր կամ իբրև կամուրջ և կամ իբրև պատնեշ։ Այնպես որ հարավից դեպի հյուսիս կամ արևելքից դեպի արևմուտք անցնել ուզող աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը ամենից առաջ ընդհարվում էին հայաստանցուց հետ։ Եթե սրանց ընկճում էին, այն ժամանակ ազատորեն դիմում էին դեպի մտադրյալ նպատակը, իսկ եթե ընդհակառակը հաղթվում էին սրանցից, այն ժամանակ ետ էին քաշվում և այդպիսով հայոց դրացիները նույնիսկ հայոց զոհաբերության գնով ազատվում էին սպառնացող չարիքից։ Այդպես սկսվել էր դարերից ի վեր և այդպես շարունակվում էր։ Եվ հենց այդ պատճառով Հայաստանի խաղաղ եղած ժամանակ նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում։ Բայց փոխանակ դրա համար քաջ և նահատակ հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը, հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրենց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ։ Այդպես էլ արին աբխազցիները։ Աբբաս արքայի գահակալության օրով, ինչպես աղվանները, վրացիք, եգերացիք, խախտիացիք, քուրելացիք, մկրելցիք և մյուս հյուսիսային ազգերը, նույնպես և աբխազցիք վայելում էին կատարյալ անդորրություն։ Իսկ դրա հետևանքը եղել էր այն, որ նրանք ներքին բարեկարգություններով զբաղվելու ժամանակ գտնելով, հետզհետե զորացել էին։ 15 տարուց ետ բերդաքավորը նորից հիշեց Սլիկ Ամրամի հետ ունեցած դաշնադրությունը, որի զորությամբ Հայաստանի հյուսիսային նահանգները պիտի անցնեին իրեն, բայց որոնցից նա զրկվել էր այն ժամանակ, մասամբ Վահրամ-Սեփուհից հալածվելով և մասամբ Հայոց Միությունից վախենալով։ Իսկ այժմ, որովհետև իրեն բավական զորեղ էր զգում հայոց թագավորի հետ ընդհարվելու, ուստի հիշեց հին դաշնագրությունը։ Եվ չնայելով, որ Սլիկ Ամրամն արդեն մեռած, իսկ ինքը Աբխազիայում նրան տված գավառները նորեն գրաված էր, այսուամենայնիվ ցանկացավ օգուտ քաղել եղած դաշնագրությունից։ Եվ հավատացած լինելով, թե կարող է ցանկացած նահանգները բռնությամբ խլել հայերից, մեծ զորք ժողվեց և մտավ Տայոց երկիրը։ Աբբաս թագավորն այդ լուրն առնելով շվարեց
որովհետև չէր կամենում պատերազմ սկսել որևէ դրացու հետ։ Նա գնահատում էր խաղաղության արժեքը և մանավանդ խնայում զորքերի կյանքը, որոնց սիրում էր յուր որդիների պես։ Բացի այդ, յուր աներձակն էր, ուստի հույս ուներ, թե կարող է առանց պատերազմի բանավոր հորդորներով համոզել և վերադարձնել նրան յուր երկիրը։ Այս պատճառով թագավորը խորհուրդ արավ Գևորգ սպարապետի հետ և ինքնագիր նամակ գրելով բերին, հարցրեց նրան, թե ինչու համար է զորքով մտել յուր երկիրը։ Եթե մի կարևոր պատճառ քեզ չի ստիպում իմ և քո երկրների խաղաղությունը վրդովել, ավելացնում էր թագավորը յուր նամակում, ապա ուրեմն հիշիր, որ ես քո քեռայրն եմ և քրիստոնյա դրացիդ, հետևապես իմ բարեկամությունն ավելի շահ կարող է բերել քեզ, քան քո թշնամությունը։ Մտածիր ուրեմն լրջությամբ, հեռացիր աշխարհակալ ցնորքներից և գիտցիր, որ այն ազգը, որ ստիպեց քեզ լուռ մնալ 15 երկար տարիներ, կստիպե այժմ հավիտյան լռել, եթե չես կամենալ հոժարությամբ վերադառնալ քո երկիրը։ Նամակը թագավորը հանձնեց Գոռ իշխանին, որպեսզի սա աբխազած թագավորից անհաջող պատասխան առնելու դեպքում ուշի ուշով ծանոթանա նրա պատերազմական զորության հետ և այնպես վերադառնա Կարս։ Մինչև Գոռ իշխանի հասնիլը աբխազած թագավորը հառաչացել էր դեպի Գուգարք և մտնելով նրա արտահան գավառը, բանակ էր դրել Կուր գետի աջափին, արտահան բերդից դեպի հյուսիս։ Իշխանը հասնելով աբխազած բանակը, ներկայացավ թագավորին։ Վերջինս, էլ առաջվա նրբակազմ երիտասարդը չէր։ Նա պարարտացել էր և մարմինը յուր բարձր հասակի համեմատ աճելով, տվել էր նրան մի զորեղ հսկայի կերպարանք։ Երիտասարդական դեմքը փոխվել էր առնականի, աղու աչքերը դարձել խստահայաց, իսկ քնքուշ, միշտ ժպտացող երեսը ծածկվել հարուստ ընչացքով և մորուքով, որոնք նրան դարձնում էին խիստ խոշորագեղ։ Բերը Գոռ իշխանին ընդունեց իր վրանում, բայց կարիսառնությամբ, և առնելով նրանից հայոց թագավորի նամակը, տվավ յուր դպրապետին, հրամայելով նրան կարդալ իլուր աբխազած իշխաններին։ Նամակի ընթերցանության ժամանակ նա դեմքի վրա խաղացնում էր արհամարհական ժպիտ, իսկ երբեմն էլ հոնքերը պռստելով պատրաստվում էր կարծես շանթ ու կրակ թափելու։ Երբ դպրապետը հասավ վերջաբանին, ուր Աբբասն ասում էր. «Հայերը կստիպեն քեզ հավիտյան լռելու, եթե չես կամենալ հոժարությամբ վերադառնալ քո երկիրը», բերը զայրույթից կատաղեց. «Գնա և ասա քո թագավորին, ֊ որոտաց նա դեպի Գոռը, ֊ որ ես կարևոր չեմ համարում բացատրել նրան, թե ինչ պատճառով եմ յուր երկիրը մտել. այսքանը միայն կասեմ, որ ես լսել եմ, թե նա նոր և հոյակապ եկեղեցի է կառուցել Կարսում և պատրաստվում է նրա ոցման նավակատիքը կատարել. ասա, որ ես եկել եմ այդ եկեղեցին վրաց ծեսով օծել տալու, և մինչև որ ես չմտնեմ Կարս, նա չպիտի համարձակվի որևէ հանդես կատարել»։ Շատ բարի, մեծազոր թագավոր, մենք ուրեմն կընդառաջենք քեզ ավելի պատվով մեր մայրաքաղաքը տանելու համար, ֊ պատասխանեց Գոռը և դուրս գալով թագավորի վրանից, ժողովեց իսկույն յուր մարդիկը և վերադարձավ Վանանդ։ Ներկայանալով արքային, նա հաղորդեց նրան աբխազած թագավորի պատասխանը, ընդնմին և պատմելով յուր առաքելության մանրամասնությունները։ Երբ թագավորը տեղեկացավ նաև Գոռ իշխանի տված պատասխանի մասին, ուրախությամբ բացականչեց. «Կեցցես իմ քաջ, դու պատասխանել ես նրան այնպես, ինչպես որ վայել է հայոց արքայի պատգամավորին և քաջ սպարապետի որդուն։ Մենք ուրեմն կդիմավորենք այդ գոռոզ թագավորին և եթե Աստված հաջողե, կսովորեցնենք նրան հայոց եկեղեցին վրաց ծեսով օծելու եղանակը»։ Այնուհետև թագավորը հայտնեց սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ բերին առաջանալ մինչև Վանանդ։ Մարզպետունի իշխանը,
որ մինչ որդու վերադարձն արդեն կազմել և պատրաստել էր զորքը, երբ իմացավ գոռից, որ Աբխազած հետ միացած են նաև մի քանի կովկասյան ցեղեր, սուրհանդակ ուղարկեց սյունյաց իշխաններին շտապել իրենց զորքով դեպի Գուգարք։ Իսկ ինքը յուր բանակը 4 նորավոր մասի բաժանելով, առաջինը հանձնեց Աշոտ արքայորդուն, որ արդեն չափահաս երիտասարդ էր և ռազմական կրթությունը ստացել էր իրենից։ Երկրորդը հանձնեց Գոռին, երրորդը Վահրամ Սեպուհին, որ դեռ չէր դադարել ծերունի սպարապետի համհարզը լինելուց, թեպետ տարիքով պակաս չէր նրանից, իսկ չորրորդին առաջնորդ եղավ ինքը։ Աբաս թագավորը, չկամենալով միայնակ թողնել սպարապետին, ինքը ևս միացավ նրա հետ յուր ոստանիկ զորախմբով։ Սակայն Աբխազած թագավորը, չնայելով յուր սպառնական պատասխանին և ունեցած զորությանը, մի քայլ անգամ չէր հեռացել դեպի հարավ. նա դեռ բանտարկված էր արտահանում։ Եվ որովհետև իմացել էր, որ հայոց զորքերը ժողովվում են Վանանդ, ուստի չէր վստահանում նույնիսկ կուրն անցնել, որպեսզի հանկարծ ընդդիմության չհանդիպի։ Նա սպասում էր դեռ տեսնել հակառակորդին, ծանոթանալ նրա զորության հետ և այնուհետև միայն յուր զորքերի շարժման եղանակը որոշել։ Մի քանի օրից հետո հայոց բանակը մտավ արտահան, սկսավ առաջանալ դեպի հյուսիս և հասնելով Աբխազած գնդերին, բանակ դրավ նրանց հանդեպ Կուր գետի ձախ ափին։ Գևորգ սպարապետը թեպետ ծեր էր և արքունիքում վարած խաղաղ կյանքի օրերում զգում էր իրեն ուժազուրկ, սակայն թշնամի աբխազների բանակը տեսնելուն պես, կարծես նորեն երիտասարդացավ, նոր ոգի և եռանդ ստացավ։ Մի քանի ժամ հանգիստ առնելուց և զորքին էլ հանգիստ տալուց հետո, նա աշտանակեց յուր նժույգը և ոտի հանելով զորքը, սկսավ նրա կազմվածքը կարգավորել։ Որովհետև կասկածում էր, թե գուցե աբխազցիք անակնկալ հարձակում անեն իրենց վրա, հուսալով, թե այդպիսով կշփոթեն հայոց հոգնած բանակը։ Այն մարդը, որ վերջին ժամանակները միայն երդումից ազատվելու և գառնու մեջ թաղվելու վրա էր մտածում, հանկարծ ամեն բան մոռացավ, երբ հայրենիքի տոհմական թշնամու բանակը տեսավ։ Նրան թվում էր, թե մահմեդական հագարացիներից ավելի գարշելի են քրիստոնյա դրացիները, որոնք ագահության և անարգ շահասիրության պատճառով չէին խղճահարվում խաղաղակյաց մի ժողովրդի, կրոնակից մի դրացու անդորրությունը խանգարել, որոնք գալիս էին ավեր և ապականություն սփռելու մի ազգի մեջ, որ յուր բյուրավոր նահատակների արյամբ գնել էր արևելյան եկեղեցու փրկությունը, և որի որդվոց անձնվիրությանն էին պարտական դրանք իրենց երկրների խաղաղությունը։ Վրեժխնդրության ոգին ծնունդ առավ այս ծերունու մեջ, և նա ինքն իրան երդվեց. կամ մեռնել այդտեղ, կամ վերջնականապես ջախջախել այս հինավուրց թշնամուն։ Եվ նա իզուր չէր այդ երդումը երդվում. նա զգում էր այդ վայրկյանին, որ նա այժմ էլ կարող է այնպես սուր շարժել, ինչպես առաջ, կամ նիզակով շամփրել նույնքան շեշտակի, որքան և յուր 30-ամյա հասակում։ Եվ իրավ, այն միջոցին, որ նա կրակոտ նժույգի վրա նստած արշավում էր աջ և ձախ ու հրամաններ տալիս զորքին, նա կայտառ էր, աշխուժոտ ինչպես մի երիտասարդ։ Սպիտակ մազերն ու ալեզարդ մորուքը ոչ միայն չէին նվազեցնում սպարապետական արժանիքը, այլև կրկնապատկում էին, տալով նրա դեմքին մի առանձին վեհություն, իսկ զեն ու զարդին ասպետական շուք։ Երբ նա զորքին հրաման էր տալիս, նրա ձայնը դարձյալ որոտում էր ինչպես տասնյակ տարիներ առաջ, իսկ զորականն այդ ձայնին հնազանդվում էր կուրորեն, որովհետև նա ոչ թե սիրում, այլ պաշտում էր յուր հինավուրց զորապետին։ Առաջին օրը ևեթ սպարապետն ու զորավարները ժողովեցան թագավորի մոտ խորհուրդ անելու, թե երբ և ինչ եղանակով սկսեն պատերազմը։ Մարզպետունի իշխանը, իբրև ամենից փորձառուն, խորհուրդ տվավ հարձակում անել հենց այդ միևնույն գիշերը, կամ գոնե լուսաբացին։ «Այդ կարևոր է նրա համար, ֊ ասում էր իշխանը,
որ աբխազցիք հուսալով, թե մենք դեռ հոգնած ենք, և հետևապես խույս պիտի տանք ընդհարվելուց, անպատրաստ և անկարող կլինեն մեզ դիմադրելու։ Այդ միջոցը գիտեմ ամենահարմարն է թե՛ թշնամու շփոթելու և թե՛ քիչ կորուստով հաղթություն ձեռք բերելու, խոսեց թագավորը։ Բայց ինչպե՞ս կարող ենք մեր հոգնած բանակը կուռ գետից անցկացնել, քանի որ դրա համար պատրաստություն չունենք։ Այստեղ կուռ գետը խորություն չունի, պատասխանեց մարզպետունին, որովհետև սա առաջին վտակն է, որ իջնում է Կարսալ լեռներից։ Այրուձին հեշտությամբ կարող է անցնել, իսկ հետևակները ափից միայն պիտի օգնեն։ Իսկ այրուձին ո՞վ պիտի առաջնորդե, հարցրեց թագավորը։ Ես և Վահրամ-Սեփուհը, իսկ արքայորդին և գոռը կգործեն արքայի հրամանատարության ներքո, պատասխանեց սպարապետը։ Թագավորը հարգելով իշխանի առաջարկությունը, համաձայնվեցավ նրա հետ, միայն պայմանով, որ հարձակումն անեն ոչ թե գիշերը, այլ լուսաբացին, որպեսզի հետևակների աշխատությունը ևս, որ նետաձգություն պիտի լիներ, օգուտ բերե հեծյալներին։ Առավոտյան պահին, երբ Արուսյակը նոր էր բարձրանում երկնակամարի վրա, իսկ լուսո ելքը դեռ որոշ չէր երևում, հայոց բանակը ոչ միայն ոտքի վրա էր, այլ պատրաստվել էր հարձակումը սկսելու։ Արքայորդին և գոռը իրենց հատուկ գնդերը կանգնեցրել էին կուռ գետի ուղղությամբ, բանակատեղից մի ասպարեզ հեռու, այնպես որ գտնվում էին աբխազցիների հանդեպ, և այդ կողմից էլ սպասում էին սպարապետի կողմից տրվելիք նշանին։ Իսկ Գևորգ մարզպետունին, վերցնելով յուր հետ հեծելազորը, անցել էր կուրի հանդիպակաց ափը։ Եվ որպեսզի յուր անցքը աբխազցիներից չնշմարվի, նա հեռացել էր բանակից մի քանի փարսախ և շրջան անելով անցել գետը։ Երբ արևելքը սկսավ շառագունել, սպարապետը զորքին հրամայեց արագացնել յուր ընթացքը։ Այդ ժամանակ աբխազած բանակում տիրում էր հանգստություն։ Թագավորն ու իշխանները դեռ քնած էին, իսկ զորքի մեծ մասը վրաններում փակված։ Երբ լույսը բացվեցավ այնքան, որ կարելի էր գետի մյուս ափը նշմարել, պահակները տեսան, որ հայոց գնդերը շարեշար կանգնած են իրենց հանդեպ։ Այս մասին նրանք տեղեկացրին գնդապետներին, որից և իսկույն խլրտում ընկավ աբխազցիների մեջ։ Վերջիններս արդարև մտադիր էին այդ օրնևետ իրենց հարձակումը սկսել, բայց այդքան վաղ կռվելու վրա նրանք չէին մտածել։ Զորապետը, երկյուղ կրելով դարանակալ հարձակումից, զորքին հրամայեց զենքի դիմել իսկույն։ Բայց նրանք դեռ այդ պատրաստության մեջ էին, երբ հայոց հեծելազորը, ինչպես հանկարծահաս մի փոթորիկ, որոտաձայն աղաղակով ընկավ նրանց վրա։ Աբխազցիք շփոթվելով դուրս թափվեցան վրաններից, խառնվեցան իրար և աշխատում էին ճակատ կազմել, բայց իզուր։ Նրանցից շատերը դեռ անզեն էին, ոմանք կիսամերկ և քչերը միայն զինավառյալ։ Բացի այդ, զորքերի մի մասը խմբվում էր, իսկ մյուսը ցրվում։ Ըստ որում հայերը հարվածում էին սաստկությամբ, թույլ չտալով, որ նրանք միանան իրար հետ։ Վրա հասնող իշխանների և մանավանդ զորապետների ձայներն ու խրախույսը ոգի տվին մի փոքր շփոթված զորականին, և նրանք կարգի գալով ճակատ կազմեցին։ Հետզհետե հասան և նոր զինված խմբեր, որոնք միացան առաջիններին և սկսան քաջաբար դիմադրել հայերին։ Այսուամենայնիվ, վերջինների թափն այնքան զորավոր էր, որ աբխազցիք, չնայելով, որ կռվում էին հերոսաբար, բանակատեղը պաշտպանել չկարողացան։ Հայերը նրանց դուրս քշեցին պատնեշներից և կռիվը բորբոքեցին բաց դաշտի վրա։ Այդ ժամանակ ահա երևաց բեր֊թագավորը, շրջապատված հսկայակերպ թիկնապահներով, և սկսավ խրախույս կարդալ յուր զորականին։ Վերջինս թեպետ բավական վերջոտնել էր, սակայն ոգի առավ թագավորի ձայնից և սկսավ նոր ուժով խիզախել թշնամու դեմ։ Բայց որովհետև հայերը մղել էին նրանց դեպի կուրի ափը, որպեսզի իրենց նետաձիգներին մոտեցնեին, ուստի հենց այդ վայրկենին էլ
հայ հետևակները սկսան իրենց նետերը տեղալ, և այն այնպես սաստիկ, որ աբխազցիք մի վայրկյան մնացին շվարած։ Նրանք չգիտեին հեծելազորի հետ կռվեն, թե նետաձիգների դեմ պաշտպանվեն, որոնք ժամանակ չէին տալիս իրենց մինչև անգամ վահանափակ կազմելու։ Վերջապես, չնայելով իրենց հերոսական դիմադրության, աբխազցիք տեսան, որ չպիտի կարողանան ետ մղել հայերին և մանավանդ թե երկար դիմադրելու երկու կողմի հարձակման, ուստի ձգեցին ճակատը և սկսան փախչել։ Ոչ թագավորի հրամանները և ոչ էլ զորապետի խրախույսը այլևս չկարացին ետ դարձնել զորականին, որին հալածում էր թշնամու բերած սարսափը։ Հայերն աղաղակելով ընկան նրանց ետևից։ Այդ տեսնելով մյուս ափի հետևակները խուժեցին դեպի գետի ծանծաղուտը, որի ջուրը նվազ էր, և հանդիպակաց ափը ելնելով սկսան իրենք ևս հալածել փախչողներին։ Թշնամուն բավական հեռու քշելուց և նրա գնդերը ցիրուցան անելուց հետո հայերը վերադարձան, ժողովելով աբխազցիների կապուտն ու կողոպուտը, և հաղթանակով մտան իրենց բանակը։ Նույն օրը սպարապետը սուրհանդակ ղրկեց Սյունիք, որպեսզի այս հաղթության լուրը սիսական իշխաններին հաղորդելով, միևնույն ժամանակ հայտնե նրանց զորքերը իզուր տեղը չհանել Սյունիքից։ Բայց սուրհանդակը այդ զորքերին հանդիպեց ճանապարհի վրա, հենց արտահանի սահմանի մոտ։ Սահակ և Բաբգեն իշխանները, որոնք իրենց երախտապարտ էին համարում Աբբաս թագավորին, ցանկացան ներկայանալ նրան և անձամբ շնորհավորել յուր հաղթությունը։ Այդ պատճառով նրանք առաջացան դեպի Արտահան, իրենց հետ բերելով նաև իրենց զորքերը։ Արքայական բանակը, որն արդեն ուրախության մեջ էր, սիսական իշխանների և նրանց գնդերի գալստյամբ ավելի ուրախացավ։ 2 օր շարունակ տոն էին կատարում նրանք, խրախճություններ էին անում, և իրենք իրենց տվել էին զվարճության, չկասկածելով բնավ, թե աբխազցիք կարող են վերադառնալ կամ անակնկալ հարձակումն անել իրենց վրա։ Բայց հենց առավոտյան միևնույն պահին, որ հայերը հարձակվել էին իրենց հակառակորդների վրա, հասան աբխազցիք։ Բեր-թագավորը, որ չէր կարողացել տանել յուր պարտության անարգանքը, նորեն համախմբել էր զորքը, գեղեցկապես զինավառել նրան և բերել հաղթողների դեմ։ Գիշերանց կուռ գետն անցնելով, նրանք մոտեցան հայերին հենց առավոտյան աղոթքի ժամանակ։ Եվ եթե լռությամբ հարձակվեին նրանց վրա, մեծ կոտորած պիտի անեին։ Բայց աբխազած թագավորը, կամենալով սարսափահար անել թշնամուն, հրամայեց հարձակվել փողեր հնչեցնելով։ Այդ անակնկալ ձայները արդարև թունդ հանեցին հայ զորած սրտերը, որովհետև նրանք անպատրաստ էին, բայց միևնույն ժամանակ զգուշացրին նրանց չելնել վրաններից առանց զենքերի։ Զորավարները, սակայն, դուրս վազեցին մի ակնթարթում և պահակախմբերի գլուխն անցնելով դիմեցին դեպի պատնիշապատը, թշնամու առաջն առնելու համար։ Իսկ սպարապետը, իր նժույգը աշտանակելով, սլացավ դեպի հեծելազորը, հետևակը խմբերը և առանց շփոթվելու սկսավ կարգի բերել նրանց, խրախուսել խուճապող զորականին և արգելել խռմվողների շփոթությունը։ Մինչ այն աբխազցիները բանակատեղը փակեցին և բարձրաձոչ աղաղակով սկսան զեռալ այս ու այն կողմը։ Նրանց մի մասը ելավ ցցապատ պատնեշների վրա, սկսավ այդտեղից վանել պահակներին, իսկ մյուսը շրջապատեց վրանների հրապարակը։ Հայերը թեպետ արդեն զինավառ, բայց փակված էին թշնամիներով։ Այսուամենայնիվ սպարապետի խրախույսը առաջ մղեց նրանց, և մի քանի կետերի վրա սկսավ կատաղի դիմամարտ։ Աբխազցիները մտածել էին զինաթափ անել հայերին, և հենց այդ պատճառով աշխատում էին շարունակ ետ մղել նրանց դեպի վրանները։ Հայերը, ընդհակառակը, ջանք էին անում աբխազած գնդերը ճեղքելու։ Այս պատճառով ընդհարումը գնալով սաստկացավ, և երկու կողմերը սկսան կռվել սաստկությամբ, առանց մինը մյուսին մի քայլ տեղ տալու։ Աբբաս թագավորը
որ վստահ էր սպարապետի փորձառության վրա և րոպե առ րոպե սպասում էր, թե պիտի հաջողենա թշնամու շղթան պատռելու, որ հետզհետե զորանում են, իսկ հայերը ընդհակառակը, ետ մղվում դեպի վրանները, շտապեց, զրահն ու զենքերը հագավ, ամեհի նժույգը աշտանակեց և փայլուն սուրը մերկանալով դիմեց դեպի թշնամին։ «Օն առաջ, քաջերս», որոտաց նա և արքայի ձայնը ցնցեց հայերին։ Մարտիկները տեսնելով, որ թագավորը ինքը աջակցում է իրենց, կռվելով հասարակ զորականի շարքում, նոր ոգի առան և ուժգին թափով ընկան թշնամիների վրա։ Թագավորի սուրը ճանապարհ բացավ նրանց համար, և ափխազած քաջերը ետ մղվեցան մի վայրկյանում։ Բայց որովհետև ընդհարումը կենտրոնացած էր բանակատեղում, ուր հայերը շարժվելու ազատություն չունեին, ուստի հույսեր չկար, թե նրանք կարող են դուրս վանել թշնամուն։ Բայց մի հանգամանք հաջողեց նրանց գործը։ Սիսական իշխանները, որոնք իրենց զորքերով բանակած էին մի ասպարեզ հեռու, իմանալով աբխազցիների անակնկալ վերադարձը և արքայական բանակի վրա արած հարձակումը, պատրաստեցին իսկույն իրենց զորքերը և երկու մասի բաժանելով նրանց, ընկան թշնամու վրա երկու հակառակ կողմերից։ Աբխազցիք ստիպվեցան կռվել նոր ուժերի դեմ և այն, իրենց միությունը մի քանի տեղ բաժանելով։ Այդ պատճառ եղավ, որ զանազան կետերում նրանք սկսան վերջոտնել։ Եվ ահա հետզհետե դուրս մղվեցան դեպի դաշտը։ Այդպիսով հաջողության աստղը թեքվեցավ հայոց կողմը, և նրանք ուժգին թափով ընկան հակառակորդների վրա։ Կռիվը բորբոքվեցավ ընդարձակ դաշտում և հետզհետե կատաղի կերպարանք առավ։ Երկու կողմերն էլ խիզախում էին քաջությամբ, որովհետև յուրաքանչյուր կողմից կռվում էր մի թագավոր, իսկ նրանց հետևում էին քաջ զորավարները, որոնք շարունակ գոչելով և խրախուսելով, իրենք էլ կռվի դաշտում պտռում էին հակառակորդները։ Բայց ուժգին ընդհարումը մեծ կոտորած պիտի աներ, և հաղթությունը երկար անորոշ պիտի մնար, եթե հայոց սպարապետը յուր զորքի ճակատագիրը որոշելու համար հին պարթևական հնարագիտության չդիմեր։ Նա հրամայեց գոռին և արքայորդուն փախուստ տալ նրանց նետաձիգ գնդերով և հրապուրել աբխազցիներին իրենց հետևելու։ Գոռը և արքայորդին հնչեցնել տվին փախուստի պայմանական փողը, և հայոց նետաձիգ գնդերը սկսան արագությամբ փախչել։ Աբխազաց հեծելազորը հաղթական աղաղակով ընկավ նրանց ետևից և բուն բանակից բաժանվելով սկսավ հալածել փախչող հայերին։ Այն ժամանակ կռվող հայերը ընկան մնացորդ աբխազցիների վրա և ուժգին թափով ետ մղեցին նրանց դեպի Կուրի ափը։ Իսկ փախչող հայ գնդերը երբ տեսան, թե հետամուտներին բաժանել են բանակից և բավական հեռացել, ետ դարձան մի ակնթարթում և սկսան նետերի տարափ տեղալ նրանց վրա։ Այս հնարը, որին վաղուց վարժված էին հայերը, շվարեցրին աբխազցիներին։ Նրանք տեսան, որ չարաչար խաբվել են, և որովհետև ոչ նետերի դեմ կարող էին գնալ և ոչ էլ նորեն իրենց բանակը դառնալ, ըստ որում հայերը փակել էին ճանապարհը։ Այդ պատճառով ազատության միակ ելքը փախուստի մեջ գտան։ Միևնույն ձևով սկսան վերջոտնել նաև գետափում կռվողները, կամենալով իրենց ուժերը ժողովել մյուս ափի վրա։ Այդ պատճառով նրանք ճակատը ձգելով գունդագունդ դեպի գետը խուժեցին։ Բայց հայերը նրանց միջոց չտվին փախչելու։ Շարունակելով իրենց ջարդը, նրանք հետամուտ եղան աբխազներին նույնիսկ մինչև գետի ալիքները և սրից ազատվածներին սկսան ջրերի մեջ խեղդել։ Գետափը ծածկվեցավ դիակներով, իսկ Կուրի ջուրը արյան գույն առավ։ Բերդաքավորը, որ դեռ մի խումբ քաջերի գլուխ անցած կռվում էր կատաղությամբ, տեսնելով յուր զորքի տկարանալը և վերջոտնելը, ինքը ևս որոշեց փախուստ տալ ճակատից, որովհետև համառելն այլևս անօգուտ էր։ Բայց նրան շրջապատեց Վահրամ֊Սեպուհի գունդը։ Տեսնելով սպառնացող վտանգը, բերը մռնչաց ինչպես առյուծ
և ահագին սուրը տատանելով, սկսավ հարվածել աջ ու ձախ և ճանապարհ բանալ յուր համար. նրան հետևեցին յուր հուժկու թիկնապահները, բայց շրջապատողները վանանդացիք էին, հսկայակերպ, կատաղի, իսկ նրանց հրամայողը Վահրամ֊Սեպուհը, այդ պատճառով բերը հառաչել չկարողացավ։ Սկսավ կատաղի դիմամարտ, սրերը փայլում և հարվածում էին, նիզակները ճոճում և շամփրում, ընկած քաջերին հաջորդում էին քաջագույնները, և սակայն Աբխազած թագավորը դեռ կանգուն էր իբրև քարաժայռ։ Փոքր մի ևս, և նա պիտի պատռեր վանանդացիների շղթան, բայց հենց այդ միջոցին որոտնդոզ թափով վրա իջավ Վահրամ֊Սեպուհի լախտը և հսկա թագավորին ամահի ձիու վրայից գլորեց գետին։ Բերը նորից վեր թռավ, փորձ փորձեց յուր նժույգը աշտանակել, բայց շրջապատող քաջերը բռնեցին նրան, կապտեցին ահավոր սուրը և քաշ արին իրան դեպի վրանափակը։ Նրա բախտին հանդիպեցին նաև նրա թիկնապահները։ Թագավորի գերվիլը իբրև շանթ հարվածեց մնացորդ աբխազցիներին։ Առանց այլև հապաղելու կամ դիմադրել փորձելու, ձգեցին նրանք կռվի ճակատը և ցրվեցան աջ ու ձախ, աշխատելով մի վայրկյան առաջ ազատել իրենց կյանքը վրեժխնդիր թշնամու ցրից։ Այսուամենայնիվ հայերը հալածեցին փախչողներին և նրանցից շատերին անխնա կոտորեցին, ըստ որում հավատում էին, թե որքան քիչ լինի թշնամիների թիվը, այնքան ավելի հանգիստ կլինի հայրենիքը։ Ապա վերադառնալով ճակատի տեղը, նրանք ժողովեցին ընկածների կողոպուտը և ուրախ սրտով դեպի բանակատեղը դարձան։ Թ. Վերջին թշնամու վախճանը։ Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար, թե ինչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը։ Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրենից մոտ 500 զինվոր։ Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել։ Նա հրամայեց բերել յուր առաջ Աբխազած թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները։ Արքայական վրանի շուրջը գտնվող ընդարձակ դաշտի վրա շարեշար կանգնած էին հայոց զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի։ Վրանի աջ կողմը բռնել էին դրանիկները, իսկ ձախը ազատած գունդը։ Դրանց հետևում էին Սեպուհ կոչվածները, ապա Արարատյան, Բասենյան, Սիսական, Ուտիացի, Տայեցի և այլ գնդերը, որոնցից հետևակները առաջին, իսկ հեծյալները վերջին շարքերում, բոլորն էլ սպառազինված։ Դրանցից ամեն մեկի առաջ կանգնած էր յուր գնդապետը զրահազգեստ և տոնական զենուզարդով։ Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին սպարապետը, արքայորդին, Վահրամ֊Սեպուհը, սյունյաց իշխանները և ոստանիկ թիկնապահները։ Դրանք բոլորը սպասում էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան։ Եվ ահա բանակի վերջում երևաց գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին։ Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր վանանդացիք։ Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին արքայի առաջ։ Ողջույն քեզ, Աբխազած դյուցազն, խոսեց Աբասը խաղաղ ձայնով։ Ողջույն, քեռայր, պատասխանեց բերը հպարտ նայվածքով։ Քեռայր, մի՞թե այդ անունն ես տալիս ինձ, հարցրեց թագավորը։ Այո։ Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը։ Նա իմ ժառանգության հափշտակիչն է և ուրիշ ոչինչ, ընդհատեց բերը հանդգնորեն։ Կարծում էի, թե քո մեջ կգտնեմ մի ընկճված հոգի և զղջացող սիրտ,
նկատեց թագավորը ծանրությամբ։ Կարծում էի, թե պիտի խոնարհիս և ներում խնդրես այն չարյաց համար, որ հասուցիր ինձ, և այն վնասուն, որ պատճառեցիր թե քո բանակին և թե իմ զորքին, անիրավաբար և անխղճորեն կոտորել տալով հազարավոր հոգիք, որոնցից մինի, գեթ մի անդամը դու ստեղծելու կարողություն չունիս, բայց դու տակավին անզեղչ ես, անդարձ, և խոսում ես ինձ հետ նույն հանդուգն լեզվով, որով խոսել էիր իմ պատգամավորի հետ. արդյոք ձանձրացե՞լ ես կյանքից, մա՞հ ես պտռում, թե ում հետ խոսիլդ ես անգիտանում։ Կյանքից չէր կարող ձանձրանալ Աբխազիո թագավորը, որ իշխում էր ընդարձակ երկրների վրա, որ ուներ հարստություն, փառավոր ապարանքներ, գեղանի հարճեր։ Այդ պիտի գիտենա իմ քեռայրը, իսկ թե ում հետ եմ խոսում, այդ էլ չեմ անգիտանում։ Դու հայոց արքան ես, այո, և հաղթել ես աբխազներին ու գերել նրանց քաջ թագավորին։ Այդ մեծ փառք է քեզ համար, խոստովանում եմ, բայց ես այդ փառքը չեմ կրկնա պատկիլ, քո առաջ խոնարհելով և ներումն հայցելով։ Շղթաները թող իմ ոտքերը կապեն, բայց իմ սեգ հոգին նվաճել չեն կարող։ Ես քո թշնամին էլ կմնամ։ Մի կարծիր, թե անհաջողությունը կստիպե ինձ երբևիցե խոնարհելու իմ գլուխը։ Եթե այդպես է, ես ուրեմն կվարվեմ քեզ հետ ինչպես իմ թշնամու և ոչ աներձակի հետ։ Հպարտ եղիր այսուհետև, որքան կարող ես, բայց գիտիր, որ այդ հպարտությունը չի պակասեցնիլ քո շղթաներից և ոչ մի օղակ, և ոչ էլ իմ հարգանքը կավելացնե դեպի քեզ, իբրև դեպի ազատասեր մի թագավոր, ըստ որում ազատ հոգին չի բռնանալ ընկերոջ ազատության վրա, բայց դու ոչ միայն այդ ձգտումն ունեցար, ոչ միայն իմ գավառները հափշտակեցիր և իմ ժողովրդի ազատությունը բռնաբարեցիր, այլև սպառնացիր գալ և հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել։ Դու ուրեմն ոչ թե ազատասեր թագավոր, այլ մի բռնավոր ես, և որ չարագույնն է, իմ գահի թշնամին։ Իսկ Աստված, որովհետև հակառակ է բռնավորներին և կործանում է նրանց, ուստի քեզ էլ ահա մատնել է իմ ձեռքը։ Ես կարող էի խնայել քեզ իբրև սոսկ բռնավորի, բայց իրավունք չունիմ խնայելու իբրև իմ հայրենիքի թշնամուն։ Այս ասելով նա դիմեց գոռին և հարեց. Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել բեր թագավորին մինչև մեր արքայանիստը։ Կատարիր ուրեմն խոստումդ և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ, թե ինչպես պետք է հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել։ Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս բերի երեսին նայելու, իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրենց կայանը։ Մի քանի օրից հետո արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ։ Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով, դրոշներով։ Քաղաքի դռներից սկսած մինչև արքայական ապարանքը մի քանի տեղ կանգնեցրել էին հաղթական կամարներ, դալար ոսկերից հյուսված և ծաղիկներով ու նշաններով զարդարված։ Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ գիշերային լուսավառության համար, իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովրդով, շարժումը մեծացել էր և շշուկն ու ժխորը տիրել ամեն տեղ։ Տանիքների պատշգամբների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք և աղջիկներ, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջականները։ Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու։ Դա Աբբաս արքայի և յուր քաջերի զորած հաղթական վերադարձն էր։
Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով գունդագունդ դիմում էր դեպի արքունական պողոտան, ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը։ Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա, անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար։ Հայոց հաղթության և աբխազած թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք 2 օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր մտնել Կարս և արքայաշեն եկեղեցին օծել վրաց ծեսով։ Այժմ ահա նա գալիս էր։ Պետք էր ուրեմն տեսնել, թե ինչ եղանակով է նա մտնում քաղաք, արդյոք իբր թագավոր, թե իբրև գերի։ Պետք էր տեսնել, թե ինչ պատկեր ունի նա, ինչ հասակ, ինչ դեմք, ինչ հայացք, չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին։ Եվ ահա վերջապես լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաչապահ գնդերի դրոշակը։ Ժողովուրդը կարծես մի աներևույթ զորությունից մղված, միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով թնդացրեց օդը։ Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաչանալով Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ։ Քաղաքի սահմանին մոտեցնելուց ժողովուրդն արդեն զորախմբերը շրջապատեց, չկամենալով կարծես ճանապարհ տալ նրան։ Երբ հառաչապահ գնդերն անցան և երևաց արքունական դրոշակը, կեցցեների որոտնդոստ աղաղակը թնդացրեց օդը։ Մի փոքր հետո երևաց և ինքը, թագավորը, սեգ և վեհաշուք, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկված նույնպիսի սաղավարտով, որի ձյունաթույր ցցունքը ծածանում էր աջ ու ձախ և հովանավորում ոսկեձույլ արծվին, որ զարդարում էր նրա ճակատը։ Նա նստած էր ոսկեսառ նժույգի վրա և շրջապատված ազատախումբ թիկնապահներով, որոնց զրահները և ասպազենը փայլփլում էին արևի առաջ։ Մոտենալով աջ ու ձախ ծովածած և հետզհետե աճող ժողովրդին, որ որոտաձայն կեցցեներով յուր գալուստն էր ողջունում, նա քաղցրահայաց և սիրաժպիտ պատասխանում էր նրանց գլխի շարժումով։ Թագավորից հետո գալիս էին վանանդացի հետևակները, որոնք իրենց հետ բերում էին բեր֊թագավորին, ապա նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ։ Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց, իսկ ավելի եռանդոտները սկսան ծաղրական բացականչություններ անել։ Սակայն սպարապետը, որ հետևում էր վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին, և անախորժ բացականչությունները լռեցին։ Երբ թագավորը ներս մտավ քաղաքի դռնով, հայ հոգևորականությունը դիմավորեց նրան եկեղեցական թափորով և առաջնորդեց մինչև մայր եկեղեցին, իսկ զորքերը հետզհետե ներս գալով լցրին քաղաքի փողոցները և հրապարակները, հանդիպելով ամեն տեղ սրտագին ընդունելության, որ տղամարդիկ արտահայտում էին բարձրաձոչ կեցցեներով և ցնծության աղաղակներով, իսկ կանայք տների բարձունքից ծաղիկներ, կանաչ ոսტեր ցրվելով։ Գուրգենդուխտ թագուհին սպասում էր թագավորին մայր եկեղեցում։ Նրան շրջապատել էին պալատական տիկնայք և իշխանուհիները։ Այդտեղ ամենքի սիրտն էլ ուրախ և երեսները ժպտում էր։ Տխուր էր միայն թագուհին, որովհետև տեղի ունեցող հանդեսը, հայ ժողովրդի ոգևորությունը և դրսից լսվող ցնծության աղաղակները յուր հայրենի երկրին, յուր հարազատ եղբորը հասած դժբախտության համար էր լինում։ Ինչպես կարող էր նա այդ րոպեին ուրախանալ, քանի որ գիտեր, թե յուր հայրենիքում ժողովուրդը սգում է։ Այսուամենայնիվ, իբրև հայոց գահի թագուհի նա պարտավոր էր ծածկել յուր տխրությունը, երևալ ժողովրդին, և եթե չուրախանար իսկ, չպիտի խանգարեր ուրիշների ուրախությունը։ Եվ այդ ամենից ծանր դրությունն էր։ Դժխոյական պարտավորությունը բռնանում էր նրա բնական զգացմունքների վրա։ Թագուհին հրամայում էր քրոջը
մոռանալ եղբոր դժբախտությունը և հրճվել ամուստու և թագավորի տարած հաղթանակով։ Եվ միայն կնոջ սիրտը, որին բնությունն ավելի ճկունություն էր տվել, կարող էր տանել այդպիսի վիշտը կամ ծածկել նրան ժպտի շողերով։ Երբ թագավորը սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցի և հոգևորականած դասը գոհաբանական մաղթանք կատարեց, թագուհին մոտեցավ արքային և շնորհավորեց նրան հայոց բանակի հաղթությունը։ Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց. «Վկա է Աստված և այս սուրբ եկեղեցին, որ հայոց բանակը արդարությամբ է գործել։ Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և հայրենիքի ազատության, իսկ հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրենք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով։ Նա, որ սպառնում էր քո գահին և հայրենիքին, չի կարող լինել իմ եղբայրը, ֊ ասաց թագուհին հանդիսաբար։ ֊ Եթե Աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես, ֊ հարեց թագավորը, ֊ որովհետև նա արդարությամբ է հատուցանում։ Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը։ Նա զգաց, որ մի ինչ֊որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ ոչինչ հարցնել։ Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորը իր հետևորդներով Սուրբ Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ գոհար իշխանուհուն և շշնջալով նրան ասաց. «Իմացիր սպարապետից, թե ուր թողեցին եղբորս»։ Նա այստեղ քաղաքումն է, ֊ պատասխանեց գոհարը։ Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված։ Ասում են նրան Սուրբ Առաքելոց տարան։ Սուրբ Առաքելո՞ց, և ինչու համար, ֊ հարցրեց թագուհին վախեցած։ Չգիտեմ։ Հարցրու ուրեմն սպարապետին, իմացիր ինչ պիտի անեն նրան։ Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում։ Ես վախենում եմ, սիրտս ճմլվում է։ Գնա իշխանուհի, գնա տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, ապա պիտի աշխատենք արգելել։ Իսկույն մեծափառ թագուհի, ֊ ասաց իշխանուհին և դիմեց դեպի գոռը, որպեսզի նրա միջոցով տես տվի ամուսնու հետ։ Թագուհու և պալատական տիկնանց դեսպակները արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես գոհար իշխանուհուն հաջողվեցավ տես տվիլ սպարապետի հետ։ Ո՞ւր տարան բերին, իշխան, և ի՞նչ են ուզում անել նրան, ֊ հարցրեց տիկինը։ Ինչու համար ես հարցնում, սիրելի իշխանուհի, ֊ դարձավ մարսպետունին կնոջը։ Կամենում եմ իմանալ։ Ուղարկեցինք Սուրբ Առաքելոց եկեղեցին։ Բայց ինչու համար։ Որպեսզի աղոթե այնտեղ։ Աստված իմ, դու կատակ ես անում, ֊ բացականչեց իշխանուհին։ Իսկ դու։ Ես լրջորեն եմ հարցնում։ Եվ լավ բան չես անում։ Մի՞թե չգիտես, որ մարսպետունի իշխանը դեռ մինչև այսօր ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարվեր։ Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին։ Բայց ինչ կա, խոսիր։ Թագուհին ինքն է կամենում դա իմանալ։ Թագուհին։ Օ, դա չպետք է ինձ հայտնեիր։ Ես արդեն գուշակում էի, բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել։ Գնա ուրեմն և ասա նրան, թե պատերազմի դաշտում մենք կորցրել ենք 500 քաջարի զինվոր, և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և չի հարցրել ինձանից, թե ուր մնաց յուր եղբայրը, ինչ արինք նրան։ Այս ասելով սպարապետը շուռ եկավ և իշխանուհուց հեռացավ, առանց այլևս նոր հարցի սպասելու։ Գիտեի, գուշակում էի, հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե։
Շտապենք ուրեմն, քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել, շշնջաց ինքն իրեն սպարապետը և հետևելով թագավորին, որ եկեղեցուց ելնելով աշտանակում էր Երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ։ Բայց ի՞նչ պիտի անեին նրանք Սուրբ Առաքելոց եկեղեցում։ Մի քանի օր առաջ, մինչդեռ զորքը բանակած էր արտահանում, թագավորը խորհրդի էր հրավիրել իշխաններին որոշելու համար, թե ինչ պիտի անեն գերի ընկած բերին։ Իշխաններից մի քանիսը խորհուրդ տվին սպանել, մյուսները բանտարկել, իսկ Սպարապետը, որին շատ նեղություններ էր պատճառել այդ հինավուրց թշնամին, պահանջեց, որ կուրացնեն նրան։ Թագավորը, որ թագուհուն վիշտ չպատճառելու համար բանտարկելու կողմն էր, բայց միևնույն ժամանակ բազմերախտ Սպարապետի պահանջը մերժել չէր կամենում, ապա ասաց նրան. «Աչքերը կուրացնելը նույնպես հանցանք է, որպիսին է և սպանությունը։ Եթե ես կուրացնեմ բերին, այդ հանցանքը քեզ վրա պիտի ծանրանա, բայց ես չեմ կամենում, որ այդպիսի լավագույն նպատակներիցդ մեկը մնա անգործադիր»։ «Ի՞նչ նպատակ, ֊ հարցրեց Սպարապետը զարմանալով։ ֊ Դու ցանկանում էիր երդումից ազատվել և գառնի քո տունը վերադառնալ, բայց գիտցիր, որ բերին կուրացնել տալուց հետո կաթողիկոսը չի լուծիլ քո երդումը։ Թող հավիտյան ես իմ տունը չվերադառնամ, թող իմ ոսկորները հայրենի հողի մեջ թաղվին, միայն թե հայրենիքս այս դաժան թշնամուց ազատվի, ֊ բացականչեց մարզպետունին։ Եթե ես համոզված լինեի, թե բերը ազատություն գտնելուն պես մեր սահմանները չպիտի խռովե, կխնդրեի ներել նրան, բայց դա օձի սերունդ է և չի դադարիլ թունավորելուց, մինչև որ չջախջախվի։ Եթե դու կարծում ես, թե բանտարկելով պիտի ազատվիս նրանից, սխալվում ես, որովհետև մենք չունենք մի բերդ, որի դռները կաշառներով չբացվին, իսկ կաշառվող սին լքորներ ամեն տեղ կգտնվեն։ Այդ մարդուն պետք է տանել կարս, ցույց տալ նրան այն եկեղեցին, որ կամենում էր վրաց ծեսով օծել, և ապա հենց այդ եկեղեցու առաջ էլ կուրացնել, որպեսզի թե ինքը և թե յուրայինները ճանաչեն հայոց եկեղեցու զորությունը։ Այս պատիժը արդար և խիստ է, բայց եթե Կայիափան անմեղ Հիսուսին սպանելու համար կարող էր ասել. «Լավ է զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե», արդյոք նույն խոսքերը չեմ կարող կրկնել ես այս չարագործի նկատմամբ, որ հազարավոր զինվորների կորստյան պատճառ դարձավ։ Որքան վնասներ է կրել մեր երկիրը դեռևս դրա հայր Գուրգեն իշխանից, և մինչդեռ նրա մահվամբ հույս էինք տածում ազատվել հյուսիսային սահմանի մշտական թշնամուց, և նրան հաջորդեց վատթարագույնը։ Բայց Աստված, որ քաղցր աչքով է նայում մեզ վրա, ահա մատնել է նրան մեր ձեռը։ Եթե մենք այժմ չկուրացնենք նրան, հետո նա ինքը մեզ կկուրացնե, նորեն մեր հայրենի երկիրը խռովելով։ Այն ժամանակ մեզ կանիծե մեր ժողովուրդը, կանիծեն և հոգիները այն զինվորների, որոնք զոհվեցան այդ ամբարտավանիքը մահաճության։ Թագավորի վրա տպավորություն արին Սպարապետի խոսքերը, և նա չկարողանալով այլևս դիմադրել նրա պահանջին, մանավանդ որ մյուս իշխաններն էլ համակերպվել էին արդեն մարզպետունում, խոստացավ բերին կուրացնել։ Բայց որովհետև Սպարապետը կասկածում էր, թե թագավորը կարս վերադառնալուց կարող է թագուհու թախանձանքներից հեշտությամբ հաղթահարվիլ, ուստի հրաման արավ, որ հենց կարծ մտնելու օրը որոշյալ պատիժը գործադրե։ Եվ ահա այդ էր պատճառը, որ բերին ուղարկել էին Սուրբ Առաքելոց եկեղեցին և իրենք էլ աճապարում էին այնտեղ։ Երբ թագավորը յուր հետևորդներով հասավ նորակառույց տաճարը, այդտեղ արդեն ժողովված էր հանդիսատեսների մեծ բազմություն։ Այդտեղ էր և բերը իր գերված իշխաններով, որոնց բոլորին դարձյալ հսկում էին նիզակավոր վանանդացիք։ Թագավորը, որ կարծես խուսափել էր թագուհու աչքից,
որպեսզի կարելույն չափ փութով յուր խոստումը կատարեր, ըստ որում վախենում էր, թե գուցե ուշացնելով ստիպված լինի հետո դրժել խոստմանը։ Ձիուց իջնելուն պես մոտեցավ բերին և բռնելով նրա ձեռքից ասաց. «Արի, արի տես այն եկեղեցին, որ կամենում էիր վրաց ծեսով օծել»։ Այս ասելով, նա ներս մտցրեց բեր-թագավորին յուրաշեն տաճարը և ցույց տալով նրան նրա ներքին գեղեցկությունները, շարունակեց. «Տես, որքան գեղեցիկ է. նա շինված է քառաթև, բաժանված է 12 երեսների. նրանցից ամեն մինի վրա նկարված է առաքյալներից մինի պատկերը, այն առաքյալների, որոնցից և ոչ մինը ոտք չէ դրել քո երկիրը քրիստոնեություն քարոզելու համար. նայիր գմբեթին, որքան բարձր է, գեղեցիկ, նա կանգնած է անսյուն կամարների վրա. նայիր նույնպես խորանին, նրա բարձրադիր բեմին, որ չի նմանում վրաց ցածուն բեմերին, և ուրեմն չի էլ կարող վրաց ծեսով օծվել. նայիր, տես բաց աչքերով, որովհետև այլևս չպիտի տեսնես նրան»։ Այս ասելով, թագավորը բերին դուրս հանեց և ցույց տալով նրան եկեղեցու արտաքինը, ասաց. «Տեսնում ես, տաճարն արդեն պատրաստ է, մենք պետք է նրա նավակատիքը կատարեինք, բայց դու խանգարեցիր մեզ, որովհետև ցանկանում էիր քո ծեսով օծել նրան. այդ իհարկե Աստված չհաջողեց քեզ, ըստ որում նա հակառակ է ամբարտավաններին, բայց մեր եկեղեցու օծման դու կմասնակցես ուրիշ կերպ. մենք սովորություն ունենք եկեղեցին օծելուց առաջ Աստծուն զոհ մատուցանել. ահա զոհի այդ ողջակեզը դու կմատակարարես մեզ, որպեսզի գործած հանցանքդ մի փոքր քավես»։ Այս խոսքերից հետո նա թողեց բերին և դառնալով մարզպետունուն ասաց. «Սպարապետ, ահա այն մարդը, որ մահ պատճառեց քո 500 քաջերին, տուր նրան այն պատիժը, որ որոշել է ռազմական խորհուրդը»։ Այս ասելով, թագավորը աշտանակեց Երիվանը և յուր ազատախումբ թիկնապահներով եկեղեցուց հեռացավ։ Սպարապետը մոտեցավ բերին, որ արդեն ընկճված և վշտահար նայում էր յուր շուրջը, և ասաց. «Օրենքներ կան աշխարհում, ով աբխազած թագավոր, որոնք ծառայում են հասարակած բարուն և երջանկության. այդ օրենքներն անարգողին պատիժ է հասնում երկնքից. դու քո կյանքում շատ այդպիսի օրենքներ ես ոտնահարել և շատերի բարիքն ու երջանկությունը կապտել. արդ, եթե այսօր ծանրանա քո վրա երկնային մի պատիժ, մի անիծիր դու մեզ, այլ անիծիր նրան, որ պատճառ դարձավ քո դժբախտության, և որի անունն է բեր, անվանյալ աբխազած թագավոր»։ Այդ ասելով, նա հրամայեց դահճապետին կատարել կանխավ իրան տրված պատվերը։ Վերջինս առաջնորդեց բերին մերձակա զնդանը և անմիջապես փորեց նրա աչքերը։ Երբ Աբբաս թագավորը հասավ պալատ, թագուհին, որ սրտատրոփ սպասում էր նրան, առաջ եկավ և հարցրեց. «Ո՞ւր մնաց եղբայրս, մեծափարտ էր»։ «Նրան թողեցինք յուր պատժարանում», պատասխանեց թագավորը, աշխատելով խույս տալ թագուհու հայացքից։ «Ի՞նչ, ուրեմն պատժեցիք նրան», բացականչեց թագուհին սարսափելով։ «Կուրացրինք», եղավ արքայի պատասխանը։ Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը։ Անցավ մի շաբաթ։ Աբխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրենց թագավորի գլխին հասած չարիքը։ Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբբաս արքայի մոտ և խնդրեցին իրենց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը։ Աբբասը ոչ միայն ծանր փրկանք նշանակեց դրա համար, այլ պահանջեց պատերազմական այն վնասը, որ բերը յուր անխոհեմ քայլով պատճառել էր իրան։ Աբխազ իշխանները կատարեցին արքայի պահանջը, հատուցին նրան թե՛ որոշյալ փրկանքը
և թե ռազմական վնասը, և մշտական հաշտության դաշն կռելով նրա հետ, վերցրին կույր թագավորին և գերյալ իշխաններին ու դեպի իրենց երկիրը վերադարձան։ Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը, թեպետ կույր, այսուամենայնիվ վերադարձավ հյուրաթոռը, իսկ մյուս կողմից արդյունք բերավ գանձարանին, լիուլի ծածկելով պատերազմական վնասները։ Այսպիսով ահա վերջացավ Ցլիկ Ամրամի ստեղծած հյուսիսային սահմանի կնճիռը, և հայոց երկիրը, այդ կողմից ևս ապահովելով, սկսավ վայելել երկարամյա խաղաղության արդյունքն ու բարիքները։ Հերոսի վախճանը։ Աբբաս թագավորը այնուհետև յուր ուշադրությունը նորեն յուր երկրի ներքին բարեկարգության վրա դարձրեց, աշխատելով ընդնմին դաշնակից իշխանների հետ ունեցած բարեկամությունը ամրապնդել, իսկ դժգոհ իշխանների մտերմությունը վաստակել։ Այդ բանի համար հաջող առիթ եղավ յուր Նորաշեն կաթողիկեի նավակատյաց հանդեսը, որ նա կատարեց 943 թվականի աշնանը։ Այդ հանդեսին թագավորի հրավիրանոք ներկա եղան Անանիա կաթողիկոսը, որ նոր էր Աղթամարը աթոռը բարձրացել, Հայաստանի նախագահ եպիսկոպոսները, Վասպուրականի թագավոր Աշոտ Դերենիկը, Աղձնյաց, Մոկած և Տուրուբերանի տերերը, Սյունյաց, Գուգարած, Տայոց և այլ տեղերի իշխանները, այլև Սահակ Սևադայի Դավիթ որդին և ուրիշ շատ նշանավոր մարդիկ և աշխարհախումբ բազմություն։ Այն բոլորի ներկայությամբ Կարսի արքայաշեն կաթողիկեն օծելուց մի քանի օր շարունակ շքեղ տոներ և հանդեսներ կատարելուց հետո մարզպետունի Գևորգ իշխանի առաջարկությամբ կազմվեցավ հայկական իշխանապետությանց մի ընդհանուր դաշնադրություն, որի զորությամբ բոլոր հայ իշխանները, նախարարները և թագավորող տները կապվում, միանում էին ի մի սիրտ և հոգի և պարտավորվում երդմամբ, որ հայրենիքի որևէ մի մասին վտանգ սպառնացած դեպքում ամենքը միահամուռ զինվեն հակառակորդի դեմ և պատրաստ լինեն արարատյան նախագահ արքայի հրամանով գործելու։ Այդ դաշնադրությունը կարդաց նոր օծված կաթողիկեում ինքը Անանիա կաթողիկոսը, և նրան ստորագրեցին Արարատյան և Վասպուրականի թագավորները և բոլոր հայ իշխանները, ընդդիմին և երդվելով, սուրբ և անխախտ պահել այդ միությունը, որ պիտի ծառայեր ընդհանուր հայրենիքի զորացմանը։ Աբբաս թագավորը այնուհետև մեծագին ընծաներով պատվեց յուր բարձրաստիճան հյուրերին, որոնք և բաժանվեցան նրանից մտերմական սիրով։ Բայց թագավորը իշխաններից մի քանիսին առանձին շնորհների արժանացրեց։ Այսպես օրինակ Աղձնյաց և Մոկած տերերին, որոնք իրենց մշտապատրաստ զորքերով օգնում էին արքայական բանակին, նվիրեց նոր կալվածներ և տվավ իշխանապետության տիտղոս։ Սյունյաց հարազատներին, որոնք սկզբից մինչև վերջը հավատարիմ մնացին գահին, նվիրեց իրենց նահանգի սահմանակից մի քանի գավառներ։ Վահրամ-Սեփուհին, որ Աշոտ արքայի ձախողակ օրերից արդեն մնացել էր մարզպետունու հետ և անձնվիրաբար մասնակցել նրա կրած նեղությանց, մղած կռիվներին և տարած հաղթանակներին, կարգեց լիազոր վերակացու ուտյաց և աղվանից աշխարհների վրա, հատկացնելով նրան այն բոլոր արդյունքներն ու իրավունքները, որ վայելում էր Ցլիկ Ամրամը Աշոտ երկաթի օրով։ Իսկ Սահակ Սևադայի որդուն, այն է Դավիթ իշխանին, կարգեց նորեն գարդմանատեր, նրան տալով այդ երկրի իշխանությունը, որպեսզի այդպիսով արքայական գահի դեմ ունեցած գժտությունը, որ սկսված էր Աշոտ երկաթի օրով, մեջտեղից վերացնե։ Եվ որովհետև այդ միջոցներում սահականույժ թագուհին երազգավորսից քաշվել էր յուր հայրենի երկիրը գարդման, որպեսզի կյանքի մնացորդը յուր եղբոր հետ անցուցանե, ուստի Աբբաս թագավորը, ի պատիվ այրի թագուհու, նվիրեց նրա եղբորը նաև աղվանից երկրի մի քանի գավառները։ Գալով Գևորգ մարզպետունում։ Իրոք որ թագավորը չգիտեր, ինչ արժանավոր հատուցումն անե այդ իշխանին, որի անզուգական հայրենասիրությանն էր պարտական ինքը
յուր գահի հաստատությունը, իսկ հայրենիքը յուր բարօրությունը։ Իմ բոլոր թագավորության մեջ չկա այնպիսի մեծագին գանձ, որով կարողանամ քո երախտիքը փոխարինել, ասաց նա մի օր մարզպետունուն յուր բոլոր իշխանների ներկայությամբ։ Միակ և արժանավոր պարգևը հայրենյաց բարերարի անունն է, որ այսօրվանից ես քեզ եմ տալիս։ Այս ասելով թագավորը բռնեց մարզպետունու աջը և ջերմագին համբուրեց։ Ծերունի իշխանը զգացվեցավ և գրկելով թագավորին, համբուրեց նրա գլուխը և ասաց. Իմ վարձատրությունը ես արդեն ստացա Աստծուց, այդ այն է, որ տեսնում եմ հայրենիքս խաղաղ, երջանիկ, տեսնում եմ արքայական գահը ապահով, հայ իշխանները միաբան, թշնամիները հալածական։ Այժմ կարող եմ արդեն հանգիստ սրտով ասել. Արդ արձակյաց ծառա ես քո տեր, զիտեսին աչքիմ զփրկություն Իսրայելի։ Ինչ էր անում այնուհետև հայրենյաց բարերարը։ Նա դարձյալ ապրում էր արքունիքում, իրավունք չտալով իրեն վերադառնալ գառնի, և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով։ Եվ թեպետ տակավին կրում էր արքայական զորաց սպարապետի կոչումը, այսուամենայնիվ նրա պաշտոնը կատարում էր գոռը, իսկ ինքը վայելում էր անդորր հանգիստ, վերապահելով իրեն ընդհանուրի հոր և բազմափորձ խորհրդականի անունն ու պարտավորությունները։ Արքունիքում նրան բոլորը սիրում էին, փայփայում էին, սկսած թագավորից մինչև վերջին դրանիկը, իսկ դրսում պաշտում էր նրան ժողովուրդը։ Գևորգ մարզպետունու անունը նվիրական էր դարձել ժամանակակից հայի համար, և երբ նա դուրս էր ելնում արքունիքից, ոստանում շրջելու կամ զորքերին այցելելու ցանկությամբ, նրան դիմավորում էին ամենքը ցնծության աղաղակներով։ Ամեն ոք փափագում էր տեսնել նրան, լսել նրան և ոգևորվել նրա զրույցներով, որովհետև ծերունի սպարապետը, որ արդեն վաստակել էր գործելուց, չէր դադարում սակայն յուր հայրական խրատներով և իշխանական հորդորներով կարող երիտասարդությունը դեպի գործունեություն մղելուց։ Նա նրանց մեջ զարթնեցնում էր սիրո և միության հոգին և հասարակական զգացմունքներ էր վառում։ Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, ասում էր նա հաճախ յուր շուրջը խմբված երիտասարդներին։ Հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։ Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի ընդամենը 20 մարդ։ Շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին։ Դրանց թվում էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում։ Բայց ես հույսս դրի Աստուծո և իմ կամքի վրա, և ինչպես արդեն գիտեք, հաղթեցի ամեն դժվարություն։ Ցույց տվի աշխարհին, թե ինչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է հայրենիքի սերը։ Ձեզանից ամեն մինը թող զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, այն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները, և այն հույսով, որ դրել էի Աստուծո վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները իրենք իրենց կվերանան, և վտանգները անհետ կկորչեն։ Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում։ Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը, ինչ որ աշխարհում թանկագին ունիք, և նա կբերե ձեզ և ձեր որդոց այն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում։ Ահա այդպիսի զրույցներով էր ոգևորում մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող
և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց։ Հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես, ինչպես և բերավ յուր գործունեությունը։ Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ, և հայրենյաց բարերարը օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն։ Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ գորգորդուն և շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին, և տվավ նրանց վերջին պատվերը. «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, ֊ ասաց ծերունին. զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ։ Այն գեղեցիկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիկ, և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրենց մեջ հայրենիքի ուժը։ Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և մարդկանց չեն երևում, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը։ Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ էլ որթնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և մանավանդ Աստուծո երկյուղը։ Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել վնասակար և կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե դրանք արատավոր են։ Ձեզ, օրինակ, Աշոտ երկաթի ընտանիքը որքան ցավերի, արտասված, հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունը յուր ընտանիքում, և որքան վնասներ պատճառեց նույն այդ թուլությունը ընդհանուր հայրենիքին։ Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցեք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրանց սրբությամբ։ Այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. սիրեցեք միմյանց։ Այդ սերը, այո, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին։ Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և Աստուծո օրհնությունը կիջեցնե մարսպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք։ Ծերունին լռեց։ Գոռն ու շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը։ Աբբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ իմանալու համար, թե ուր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։ Իմ երդումն արգելում է ինձ թաղվել գառնիում, ֊ ասաց իշխանը։ Թաղեցեք իմ հայրենիքի որ անկյունում որ կկամենաք։ Կցանկանայի քո մարմինը տանել բագարան և թաղել բագրատունյաց պայազատների դամբարանում, ֊ ասաց թագավորը։ Բագարան, այո, տար ինձ էնտեղ, բայց մի թաղիր քո հարց դամբարանում։ Այնտեղ, այո, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը։ Կցանկանայի հանգչել դրանց մոտ, բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը։ Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե։ Ուր կցանկանաս ուրեմն,
Հարցրեց թագավորը։ Ամփոփիր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրիմին, որպիսի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե, պատասխանեց իշխանը նվաղած ձայնով։ Մի քանի օրից ետ հայրենիքի բարերարը յուր արդար հոգին ավանդեց։ Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և արարատյան երկրները սգացին նրա մահը։ Իսկ Աբբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց մեծ հայրենասերի համար։ Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները, հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավար դյուցազնի սխրագործությանց համար։ Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև մեծ հայրենասերի արժանավոր որդուն։ Իսկ մարզպետունու շիրիմի վրա հրամայեց կառուցանել Սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր։ Կարդաց Հայկ Պետրոսյանը, հատուկ գրքասեր կայքի համար։